Բարև ձեզ ընկերներ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած ուզում եմ խոսամ այս մեր երկրի դեպքերի մասին։ Այդ որ մարդիկ եք ծեծում, ես էլ որերորդ դեպքն է, մարդ եք ծեծում մահանում է։ Ու դուք ձեզ էլ ասում եք լավ տղա։ Դուք չեք կարա լավ տղա լինեք։ Նայեք, ես ուղիղ ասում եմ, այն լավ տղերքը որ կարան մարդ սպանեն ու ասեն մենք լավ տղա ենք, դուք չեք կարա լավ տղա լինեք։ Աստծո անունից եմ ասում։ Ես իրականում չեմ թաքնվում։ Ասել եմ միջև վերջ, ինչքան կենթանի եմ, այդքան ասելու եմ։ Որովհետև դուք չար եք։ Դուք սատանայի ծառ եք, դուք ծամված եք իրականում սատանային ծառայելու համար։ Գիտեք ցավը որն է, որ դուք այդ մարդուն խփում եք 5 հատ քացով, ասենք կնգելը գետին քացով խփում եք։ Գիտեք ձեր մեջ այդ սատանան չի հանգստանում, որ ասեք ախպեր, լավ ծեծ կերավեսի։ Հա, ասենք կնգելը գետին մի 5 հոգով տպում ենք։ Ձեր մեջ դա չի սպառվում։ Դուք այնքան եք տպում միջև մահանա։ Արա դի սատանա ունեք, արա ձեր մեջ, արա։ Այդ ինչ չի եկարա դուք այտենց սատանայով լցված, արա այդ ինչ ուղեղ ունեք, որ ձեզ ասել են, որ դա լավ տղություն է։ Ով որ ձեզ ասել է, որ դա լավ տղություն է, դա շան ծնունդություն է, իժի զավակություն է, ընկերներ։ Հա, իժի սատանայի զավակ եք դառնում դուք այտենց, որ դա սատանան է, կամենալով կամենում է մարդկանց սպանի, ձեզ էլ օգտագործում է, որ դուք մարդ սպանեք, արա։ Ու ձեր այդ լավ տղերքի մեջ մեկը չկա, որ ասի ապե հերիք արա խփեք սրան, հեսա կմեռնի։ Արա հո դուք սատանա չեք, արա։ Հերիք արեք, Աստվածը պաշտությունը դրա համար էր իրականում, եթե չապաշխարի ես ազգը, էթալու եկերը թուրքի ծառալն եք, արա ճշմարտությունով ասում եմ, մտի, ոնց ձեզ ասեմ, մտի մարգարեական եմ ձեզ ասելու, էթալու եք, որ ձեր վրա թքեն ու դուք կուլ տակ, որ դուք հասկանաք, եթե դուք ձեզ չխոնարացնեք, ձեր թշնամին է ձեզ խոնարացնելու, միչև գետին իջեցնելու է, միթե չեք կարում դա հասկանաք, այ ախպեր։ Արա քո ժողովուրդն է, քո անձն է, քո մարդն է, որ մի քիչ պապենական սերունդով մի քիչ վերև հելես, քեզ ազգական ու բարեկամ է դու զգալու, արա։ Դու քո բարեկամին այնքան ես քացով խփում, մինչև մահան, արա։ Արա այդ որ լավ տղեն է ձեր այդ մեջ դրել է դի, որ դուք մտածում եք դա լավ տղություն է։ Վայ այդ լավ տղուն ու իր ընտանիքին, որ այտենց բանա ձեր մեջ սերման է։ Ասում եմ անեցքը մտնելու այդ մարդու տուն էլ չի հելնելու, միջը չկոտոր, այդ ծերից ընծերը։ Զարմանում եմ, որ այդքան չարություն արա ձեր մեջ որտեղից արա։ Թշնամի եք չի, որ ասեմ միտը կարելի ասել հարցակ բելա պաշտպանում եք, չգիտեմ, ձեր ընտանիքը պաշտպանելու համար։ Արա ձեր մերը էթալու 15 տարի դատվեց, ձեր մերը 15 տարի լացելու է։ Հիմա ով է ձեր մորը ավելի շատ սիրում, այդ մեղնողը թե դուք։ Այդ մեղնողը ձեր մորը ավելի շատ է սիրում։ Վայ ձեզ զարա իժի զավակներ, արա ձեր մեջ ուր դուք եք անեցք, արա որտեղից եկել են ժաղանգովի։ Արա ինչի եք դուք կարծում, որ դուք թակավորներ եք ծնված։ Արա դուք հողու փոշի եք, մեղնելու եք, եթե ձեր գերեզմանի տեղը չեն էլ հիշելու։ Որտեղից եք վերցրել, որ դուք այտենց ուժեղ լավ տղերք եք, դրանից եմ ուզում հասկանամ։ Որտեղ է գրած ձեր այդ լավ տղության գենը, որ գալիս է ձեր մեջ։ Ապա մարդ եք դուք, ախպեր, մարդ եք, պրոստա հողու փոշի եք։ Ասում եմ մեղնելու եք, ես փոշու հետ այդա գնանք։ Ձեզ չեն էլ հիշելու։ Ու ձեր վերջը չարալնելու, ապաշխարեք այ ընկեր։ Այդ ինչ այդ մարդկանց արա տենց ծեծում եք, կամ է չեք մխիթարվում, որ մի 3 անգամ տալիս եք բենին, այդ ձեր բողունցքներով, դանակը հանում եք, կողում եք փորը։ Ես զարմանում եմ, արա ձեր հետն ու մերը ձեզ ոնց են ծանի, արա։ Այդ ինչ անեծքով են ձեզ ծանել այս աշխարհը, այ ախպեր։ Դրա համար չեմ ուզում քարոզեմ ընկերներ, որովհետև այս երկիրը եթե չխոնարհվի, պետք է խոնարհացվի, պետք է իշնի, որովհետև այտենց է, ցանկացած երկիր, որ հպարտանում է, Աստված միանգամից տալիս է գետին ու վայ է տալուն, ասում եմ, կմաշվենք, կկոտորվենք, ազգերի մեջ կչլվենք այդան, եթե չապաշխարեք, կոպիտ եմ ասում։ Չի կարելի այդքան չարելն էլ, ձեր մեջի նենգությունն ու բարկությունը մի քիչ հանդարտացրեք, դուք աստվածապաշտ քրիստոնյա եք, դուք մուսուլմանից բեթար եք, դուք հեթանոսներ եք, ոնց կարեք իրականում այտենց բանան եք ձեր հայ ժողովրդի նկատմամբ, այններ որ մի քանիսն են մնացել էլի, այտենց 300 միլիոն էլ չենք, որ ասես հա։ Վայ ձեզ, նորից եմ ասում, եթե չապաշխարես ազգը կործանվելու եք, եթե եք ասում եմ մեղքի բաժին դառնաք, քայքայվելու եք մինչև վերջում մի կտոր մնա Աստված իրականում Իսրայելի պես հետ բերի նորից ազգ սարքի։ Սրանով եմ ուզում կիսվել, այտենց բարկած լցված եմ իրականում, ասում եմ, եթե չխոնարհվեք, քայքայվելով կտենակ, չի ասելու այս երկիրը միջև իմ խոսքերը չկատարվի, ուղիղ ձեզ ասում եմ, որտեղ սրանք մարգարեություն են ձեր երկրի վրա։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, շատ բարկացած եմ այս երկրի լավ տղերքի վրա, շատ բարկացած եմ, որովհետև չար անեծքով լցված եք, ձեր ուղեղն ու սիրտը մթագնած ու ծառայում է դեպի սատանային։ Վայ ձեզ, որովհետև մենակ դուք չեք քաշելու, ձեր ընտանիքն է, ձեր հետ քայքայվելու են գնան։ Կտեսնեք, դուք եք ճաշակելու եք այդ ամեն ինչը, որ հասկանաք, որ ցես չի կառուցված այս աշխարհը, որ չար հիմքի վրա չի կառուցված այս աշխարհը։ Այն անկյունակարը, որ դարված է, դա Քրիստոս Հիսուսն է, որն էլ բարի է, որն էլ ողորմած է, ու ձեր տերն է ու ասում է ողորմած եղեք։ Բայց դուք այդ լույսը չեք ուզում ընդունեք։ Սրանով եմ ուզում կիսվել այսօր։ Չեմ էլ օրտնում ձեզ իրականում։ Չեմ է կամենում օրտնեմ ու չեմ է բարեխոսելու Աստծուն այս երկրի համար։ Կտեսնեք, թող օրը գա ինքներդ կհամախմբեք, կբարեխոսեք։